Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Ուրեմն այսօր մի փոքր ուզում եմ շեղվել մեր բիսկվիտների շարքից ու պատրաստել մեր շատ սիրելի հետևորդուհի Ժաննա Խուրշուդյանի խնդրանքով ուզում եմ պատրաստել տորտ պանչո։ Շատ հետաքրքիր, շատ համեղ ու շատ այսպես տարածված տորտ է համարվում այս տորտը ու այդքան բարդություն չկա, շատ արագ ու շատ հեշտ պատրաստվում է։ Ուրեմն մեզ հարկավոր է միայն խմորի համար առայժմ, մեզ հարկավոր է ալյուր, շաքարավազ ձու, մեղրը ըստ ճաշակի կարող եք լցնել կամ չլցնել, որովհետև մեղրը մի փոքր այսպես շատ համեղ համ է տալիս, որը ինձ դուր է գալիս, մանավանդ շոկոլադե խմորների մեջ։ Մեզ հարկավոր է փխրեցուցիչ, կակաո, 1 ճաշի գթալ քացախ, 6 կամ 9% և բուսայուղ 100 գրամ։ Այսպես սիրելիներս, առաջին հերթին մենք պետք է ձուն կոտրենք։ Սպիտակուցի և դեղնուցը միասին ենք հարելու այս բաղադրատոմսի մեջ։ Սիրելիներս, ձուն հարելու ենք այնքան ժամանակ, մինչև լավ փրփրի, ու հետո քիչ-քիչ ավելացնելու ենք շաքարավազը, մինչև դառնա սպիտակ, փրփրուն, այսպես հարիչի ոտքերը երևացող զանգված, հեղուկ զանգված։ Սիրելիներս, ես ավելացրի արդեն մեղրը ու մի փոքր հարելու ենք։ Բավական է։ Հիմա ավելացնում ենք բուսայուղը ու էլի մի փոքր հարելու ենք։ Բավական է։ Հիմա ալյուրի վրա ավելացնում ենք փխրեցուցիչը և կակաոն։ Մի փոքր խառնում ենք այսպես։ Սիրելիներս, ասեմ, որ արդեն ես միացրել եմ ջեռոցը, 180 աստիճանի տակ ենք թխելու վերև-ներքև ռեժիմով։ Բարեկամներ, ինձ հարցնում էիք, թե ես որ դարակով եմ, ջեռոցի որ դարակում եմ դնում տապակը։ Ես մեջտեղում եմ դնում, իմ ջեռոցը շատ լավ թխում է մեջտեղում, դուք պիտի անպայման իմանաք ձեր ջեռոցի գաղտնիքը, թե որ հարկում է ավելի լավ թխվում, որ վերևը և ներքևը հավասարաչափ թխվի։ Հիմա արդեն 2-3 անգամից ավելացնում ենք այս մեր արդեն չոր բաղադրիչները։ Մի փոքր, շատ քիչ, տեսեք այսպես խառնում ենք։ Հարիչի ամենաթույլ աստիճանով մի փոքր այսպես 1-2 րոպե, 1 րոպե կարելի ասել։
հարում ենք և նորից ավելացնում ենք արդեն երրորդ բաժինը, 350 գրամ մեզ ալյուր է հարկավոր։ Նորից մի փոքր 1 րոպե հարում ենք, վերջ։ Այլևս հարիչը մեզ հարկավոր չէ։ Բարեկամներ, արդեն պատրաստ է խմորը, տեսեք այսպիսի խտության խմոր ենք ստացել։ Հիմա ավելացնում ենք արդեն տապակի մեջ մի փոքր յուղաթուղթը ես բուսայուղ եմ արել, շատ քիչ այսպես հազիվ, ու քանի որ մեղր ունենք խմորի մեջ, որպեսզի ավելի լավ առանձնանա յուղաթղթից։ Շատ լավ հավասարեցնելու ենք։ Պատրաստ է արդեն, թխելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով, ուրեմն մինչ կթխվի մեր շերտը, մենք արդեն նախապատրաստենք միջուկը, միջուկի համար մեզ հարկավոր է, ընդհանրապես այս տորթի մեջ օգտագործում են անանասի կոմպոտ, բայց մեկ անգամ ես պատրաստել եմ դեղցի կոմպոտով և համոզվեցի, որ դեղցի կոմպոտով ավելի համեղ է ստացվում, անանասը մի փոքր այսպես ամրություն ունի ու դեղցի կոմպոտով շատ համեղ է լինում, խնդրում եմ անպայման փորձեք։ Եվ ինձ մոտ սառեցրած բալ է և մեզ հարկավոր է ընկույզ ընդամենը, ամեն մեկից 150 գրամ։ Այսպիսի խորանարդիկների վերածեցինք սիրելիներս, տեսեք։ Վերածնում ենք ամանի մեջ, արդեն լավ հյութից քամել ենք, որպեսզի շատ ջրային մաս չունենա։ Հիմա կտրատելու ենք ընկույզը։ Բարեկամներ, ուրեմն բիսկվիտը այս շերտը շատ արագ է թխվում, 8-ից 10 րոպեում թխվում է, խնդրում եմ երկար չթողնեք և շատ ուշադիր եղեք, որ մուգ է գույնը հանկարծ չայրվի։ Հիմա կտրատելու ենք արդեն ընկույզը, ինչպես ուզում եք կտրտեք, սա երեսին չի լինելու, շատ, ուղղակի մեջը և մի փոքր եզերում ենք անելու ընկույզ, այնպես որ ձեր ուզած չափով կարող եք կտրտել։ Բարեկամներ, միջուկը արդեն պատրաստ է, դեղցը կտրտած, ընկույզը կտրտած և սառեցրած բալ է ինձ մոտ, դուք կարող եք բալի փոխարեն, եթե ձեզ մոտ չկա բալ կամ սառեցրած չկա, որովհետև մեկը ինձ գրել էր, որ իրենց մոտ սառեցրած բալ չկա, կարող եք վերցնել սառեցրած ելակ, հապալաս, թարմ վիճակում էլ է կարելի, ավելի հաճելի կլինի, որ թարմ լինի, ձեր սիրելի մի փոքր մուգ գույն ունեցող հատապտուղ կամ միրգ։
Այսպես սիրելիներս, հիմա անցնում ենք արդեն կրեմի։ Ուրեմն մեզ հարկավոր է թթվասեր բարձր տոկոսանոց, ինձ մոտ 30% է, մասկարպոն 500 գրամ, 400 գրամ թթվասեր և 4-ը լիքը ճաշի գտալ շաքարի փոշի 100 գրամ սերուցք և վանիլին։ Եթե շաքարային վանիլին է, քանի որ ամենից շատ է, 2 հատ ենք անելու, իսկ եթե վանիլային էքստրակտ է ձեզ մոտ, 2 թեյի գտալ արեք։ Այսպես սիրելիներս։ Հիմա այս բոլորը ավելացնում ենք մի հարմար ամանի մեջ, թթվասերը, սերուցքը, բոլորը միասին ենք հարելու։ Եվ շաքարի փոշին։ Վերջում իհարկե վանիլինը։ Ինձ մոտ շաքարային վանիլին։ Այս բոլորը միասին հարելու ենք։ Շատ քիչ, այնպես որ դառնա համասեր զանգված, ու վերջ, շատ այսպես երկար հարել պետք չէ։ Ես հարեցի ընդամենը 3 րոպե։ Հիմա վերցնում ենք մի հարմար աման, որը որ դուք հարմար եք գտնում, այսպիսի աման է, կոնաձև աման է հարկավոր, ու կտրում ենք, տեսեք, չափում ենք, ու կտրելու ենք այս ամանի չափով։ Բիսկվիթը։ Հիմա այս մնացած ամբողջ բիսկվիթը վերածելու ենք փոքրիկ խորանարդիկների։ Այսպիսի խորանարդիկների ենք վերածելու։ Երևում է, չէ՞։ Ուրեմն այս ամանը, որի մեջ հավաքելու ենք տորթը, պատելու ենք սննդային թաղանթում։ Արդեն հավաքում ենք մեր տորթը, տեսեք, ուրեմն մի փոքր կրեմ ենք անելու, այսպես տարածում ենք կրեմը, փոքր, շատ չէ, որպեսզի բիսկվիտները շատ լավ կպնեն պատերին։
Այսպես։ Հիմա տեսեք։ Կարծես կուզեք թրջեք, այսպես բիսկվիտը ամբողջովին կրեմի մեջ լցրեք եւ հետո նոր արդեն հատիկ-հատիկ տեղավորեք, բայց ես կրեմն եմ այսպես լցնում։ Ու ինձ թվում է, որ այդպես ավելի լավ է ստացվում։ Հիմա մի փոքր, մի քանի հատ բիսկվիտ հատակն ենք տեղավորում, որ հարթ լինի։ Այսպես, կրեմ ենք լցնում մի փոքր, կրեմը պատում ենք և պատերին արդեն բիսկվիտ ենք անելու, տեսեք։ Մի փոքր երկար է տևում, սիրելիներս, բայց արժե, քանի որ շատ համեղ տորթ ենք ստանալու։ Նորից կրեմ ենք անում և ավելացնում ենք միջուկի համար նախատեսված բալը, ընկույզը և իհարկե դեղցի կոմպոտը կամ անանասի կոմպոտը։ Նորից կրեմ ենք անում։ Շատ լավ։ Ու նորից բիսկվիտ ենք անելու։ Այսպես շարելուց սիրելիներս մի փոքր հպում ենք, սեղմում ենք, այսպես ասած։ Որպեսզի ամբողջովին բիսկվիտները թաղվեն կրեմի մեջ։ Կրեմ ենք անում, մրգերն ենք անում, ընկույզը, առատ ենք անում ընկույզը,
և դեղցի կոմպոտը։ Շատ լավ այսպես գթալով սեղմում ենք։ Կրեմ ենք անում։ Բիսկվիտներն ենք շարելու, նորից սեղմելով։ Երևում է, չէ, սիրելիներս։ Չեմ կարող մոտիկ բերել տեսախցիկը, որովհետև ես չեմ երևա արդեն, իսկ այսպես ինձ թվում է շատ լավ պարզ է, թե ես ինչ եմ անում։ Ամբողջովին հերիքեց մեր բիսկվիտը, տեսնում եք։ Բաց տեղերը կտորներն ենք դնում։ Այսպես մի լավ սեղմում ենք ձեռքով։ Հիմա կրեմը ամբողջովին ենք լցնելու։ Եվ այսպես հավասար տարածում ենք։ Հիմա շատ լավ տարածում ենք կրեմը։ Այսպես մի փոքր սեղմելով, որտեղ բարձր է։ Այսպես։ Եվ արդեն դնում ենք բիսկվիտը, վերևից փակում ենք, այսպես տեսնում եք։ Եվ շատ լավ սեղմում ենք, որպեսզի բիսկվիտը շատ լավ կպնի կրեմին։ Այսպես կրեմը հավասարեցնում ենք, որտեղ մի փոքր հոսել է։ Այսպես։ Սիրելի բարեկամներ, նորից պատելու ենք այսպես թաղանթով սննդային և դնելու ենք սառնարան 2-ից 3 ժամ պիտի մնա սառնարանում, ոչ թե սառցախցիկում, սառնարանում, որից հետո արդեն երեսը կզարդարենք միասին։ Բարեկամներ, ուրեմն արդեն բավականին սառել է մեր տորթը, հիմա հանում ենք սննդային թաղանթը։ Եվ տեղավորում ենք արդեն ափսեի մեջ,
հավասարեցնում ենք, տեսեք, այսպես, տեսնում ենք, որ հավասար լինի, այսպես, և արդեն ամբողջովին հանում ենք սննդային թաղանթը։ Զգուշությամբ շատ հանում ենք ամանը, այսպես։ Բարեկամներ, ես մոռացած ասեմ, որ ամենասկզբից 3 ճաշի գթալ, 3-4 ճաշի գթալ կրեմ ես վերցրելի, կրեմա պատեցինք, մի թեթև այսպես, որովհետև շատ կրեմ պետք չէ անել։ Հիմա նորից դնում ենք սառնարան, կես ժամ, մի փոքր էլ վերևի կրեմն է սառելու ու հետո շարունակենք։ Բարեկամներս, ամենավերջի քայլն է մեզ մնացել, ուրեմն այստեղ ես ունեմ 100 գրամ կաթնային շոկոլադ, այդ կաթնային շոկոլադին ավելացրել եմ, որպեսզի ժամանակ չկորեր, ուղղակի արագ արեցի, բայց հիմա բացատրում եմ ինչ եմ արել։ Ավելացրել եմ 50 գրամ կարակ, ուղղակի սառնարանի կարակ ու դրել եմ միկրոալիքային վառարան։ Հիմա հալվել է արդեն, տեսեք, պիտի լավ խառնենք, որ լուծվի ամբողջ շոկոլադը ու ստանանք այսպես փայլուն գլազուր, կարելի ասել, միայն շոկոլադը և կարակ։ Ավելացնում ենք արդեն բաժակի մեջ դրված տոպրակի մեջ այս շոկոլադով զարդարելու ենք մեր տորթը։ Արդեն կես ժամ է, որ սառնարան եմ դրել։ Եվ սկսում ենք արդեն ձեր ուզած, ինչպես կուզեք, այդպես զարդարեք։ Ինչպես որ դուք հարմար եք գտնում։ Քանի որ տորթը սառն է, շոկոլադը արագ սառում է։
Այսպես սիրելիներս։ Մի փոքր այսպես վերևի մասում ենք ընկույզ ավելացնում եւ արդեն ներքևի մասում, տեսեք այսպես։ Այսպես սիրելիներս։ Սա է մեր տորթը։ Ես ափսեն փոխեցի, որովհետև ափսեն մեծ էր ու սառնարան չէր տեղավորվում։ Այդ պատճառով փոխեցի ես տակի ափսեն։ Մատուցման ափսեն, այսպես ասած։ Այսպիսի գեղեցիկ տորթ ստացանք։ Սիրելի բարեկամներ։ Հիմա կտրեմ, քանի որ արդեն սառած է, կարելի է կտրեմ, որպեսզի տեսնեք կտրվածքը։ Այսպիսի կտրվածք ունենք։ Մոտիկից կնկարեմ անպայման։ Պատրաստեցինք մեր սիրելի հետևորդուհի Ժաննա Խուրշուդյանի խնդրանքը, այս գեղեցիկ տորթը։ Սիրելի Ժաննա, շնորհակալ եմ, որ ինձ հիշեցրեցիք այս գեղեցիկ տորթը պատրաստել։ Իրականում գեղեցիկ է եւ շատ համեղ։ Կարելի է փոքր չափի պատրաստել, կարելի է հենց այս չափի պատրաստել, բայց փոքր չափի դեպքում արդեն բիսկվիտի չափաբաժիններն էլ պիտի քչացնենք, որպեսզի չավելանա։ Այսպես սիրելիներս, շատ շնորհակալ եմ ձեզանից, անչափ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, որ դիտում եք, որ շարունակում եք ինձ հետ մնալ, որ այդքան քաղցր ջեր բառեր եք ինձ գրում, անսահման շնորհակալ եմ, չեմ հոգնի ամեն անգամ նշելուց։ Շնորհակալ եմ նորից ու նորից, այսօր էլ ավարտեցինք, ստացանք շատ համեղ տորթ։ Ուզում եմ ձեզ ցտեսություն ասել, բարի օր մաղթել, բարի դիտում մաղթել, շնորհակալ եմ, որ հաճույքով դիտում եք ու հուսով եմ, որ հաճույքով կդիտեք այս գեղեցիկ տորթի պատրաստման եղանակը։ Ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։